Անտալիայում տեղ ունեցավ ամենամյա դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում էր նաև հայկական կողմը, եւ այդ ֆորումի շրջանակներում բազմաթիվ խնդրահարույց իրադարձություններ տեղ ունեցան Հայաստանի շահերի տեսանկյունից։ Մասնապես, օրինակ, Հայաստանի հետ հարաբերությունների այսպես ասած կարգավորման համատեքստում հատուկ բանագնաց Սեյդար Քլեչը ըստ էության առաջին անգամ հայտարարեց, որ հայկական կողմը փոխելու է սահմանադրությունը, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է դա անել, եւ ըստ էության թուրքական կողմը առաջին անգամ փաստեց, որ ի հեճուկս Հայաստանի իշխանությունների պնդումների, այնուամենայնիվ Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը դա թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգն է եւ ոչ թե Հայաստանի ներքին քաղաքական օրակարգ։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Պարզ պարոն Ղազարյան։ Բարոյ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ինչի մասին էր ձեզ Անտալիայի դիվանագիտական ֆորումը եւ որոնք էին այն կարևոր եւ խնդրահարույց կետերը մեր համար, որոնք ֆիքսվեցին թե Քլեչի Ռուբինյանի հանդիպումներում, թե այդ պանելային քննարկման ժամանակ, որը որ նախաձեռնել էր վրացական կողմը հայկական եւ ադրբեջանական կողմերի մասնակցությամբ։ Նախ խնդրահարույց է հենց Հայաստանի պատվիրակության մասնակցությունն այդ ֆորումին։ Կազմը։ Ընդհանրապես մասնակցությունը։ Ցանկացած հայ դիվանագետի մասնակցություն այդ ֆորումին արդեն խնդրահարույց է, որովհետեւ Անտալիայի դիվանագիտական ֆորումը դա միջազգային հարթակ չի։ Դա չի կազմակերպվում որևէ միջազգային կազմակերպության կողմից եւ այդ ձևաչափում դրա նախաձեռնողը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն է։ Եվ Թուրքիայի արտգործ նախարարությունը հրավիրում է իր բարեկամ, իր դաշնակից, իր գործընկեր պետություններին ներկայացնելու իրենց պետության քաղաքականությունը այս կամ այն երկրի միջազգային կազմակերպության հետ։ Այսինքն դա Թուրքիայի արտգործ նախարարության կազմակերպված միջոցառում է եւ ես դժվարանում եմ ասել, թե մի երկիր, որը Թուրքիայի հետ ունի դիվանագիտական հարաբերություններ, մի երկիր, որի ազգային անվտանգության ռազմավարությամբ Թուրքիան դիտարկում է իբրև Հայաստանի համար սպառնալիքներ առաջացնող պետություն, ընդհանրապես մեր հայ դիվանագետներն ինչ գործ ունեն այդ ձևաչափով քննարկմանը։ Ունես չի, որ այդ Անտալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել են ներկայացուցիչներ բոլոր երկրներից։ Իհարկե ես վստահ եմ, որ Թուրքիայում հավատարմագրված դեսպանները կամ գլխավոր հիպատոսները մասնակցած կլինեն, բայց ես օրինակ նայեցի այդ ֆորումի կայքում Միացյալ Նահանգներից ոչ մի պաշտոնատարանց չի մասնակցում, չնայած որ Թուրքիան Միացյալ Նահանգների դաշնակից է եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Եվրոպական երկրների գրեթե ոչ մի ղեկավար դրան չի մասնակցել, բացի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը ընդգծված պրոթուրքական կեցված եւ վերաբերմունք ունի։ Եվրոպական շատ երկրների արտգործնախարարներ կամ փոխնախարարներ դրան չեն մասնակցել։ Այն դեպքում, երբ որ Թուրքիան Եվրամիության ասոցիացված անդամ է, Մաքսային միության անդամ եւ այլն։ Այսինքն, այնպես չի, որ այնտեղ պետքա բոլորը մասնակցեն։ ԵԱՀԿ նախարարական համաժողով չի, էլի, որ ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունների արտգործնախարարները մասնակցեն։ Դեպաբար հարց առաջանում Հայաստանի պատվիրակությունը դրան առհասարակ ինչի է մասնակցում։ Օրինակ Ադրբեջանի պատվիրակությունը մասնակցում է շատ ներկայանալի կազմով նախագահի գլխավորությամբ ընդեղ էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, Ադրբեջանի պաշտպանության նախարարը նախագահից բացի։ Ընդեղ էլ են նախագահի անվտանգության հարցերով խորհրդականները, Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, պատգամավորներ եւ այլն։ Բայց Հայաստանից ինչի են գնում։ Ասենք այն դեպքում, երբ որ Հայաստանն էլ է նմանատիպ ֆորում նախաձեռնել անցած տարվանից, կոչվում էր Երևանյան հորիզոններ 2024 թվականի սեպտեմբերին է եղել առաջի համաժողովը, օրինակ Թուրքիայից ոչ մի մասնակից դրան չի ներկայացած։ Նույնիսկ Սերդար Քլեչը, որը Թուրքիայի կողմից հատուկ բանագնաց է հայ-թուրքական հարաբերությունների հարցում, նա էլ չի մասնակցել, որովհետև իրենք ավելի լուրջ են վերաբերվում իրենց կարգավիճակին եւ հարաբերությունների դրա իրավական կողմին, արարողակարգային կողմին եւ այլն։ Իսկ Հայաստանի արտգործնախարարը արդեն երրորդ անգամ է մասնակցում, միայն առաջի տարին չի մասնակցել, մինչելուց այդ ֆորումը նոր է 2021 թվականից, այլ է հետաքրքիր 44 օրյա պատերազմից հետո, երբ որ Թուրքիան
հաղթանակ տարավ այս տարածաշրջանում եւ փոխեց իր դիրքավորումը, իր ազդեցությունը, այդ ժամանակից է սկսել կազմակերպել այդ ֆորումները։ 2022-ին Արադ Միրզյանը մասնակցել է 2023-ի ֆորումին նախապես հաստատել իր մասնակցությունը, որ կմասնակցի։ Թուրքիայում եղավ երկրաշարժ եւ այդ պատճառով ֆորումը չեղարկվեց, բայց Արադ Միրզյանը երկկողմ ձևաչափով այցելեց Թուրքիա եւ այնտեղ արտգործնախարարություն գնաց մայրաքաղաք, հանդիպումներ ունեցավ եւ գնաց աղետի վայր, որտեղ մինչ այդ հումանիտար օգնություններ էին ուղարկել, փրկարարներ էին Հայաստանից գործուղել։ Ուզում եմ հիշեցնել, որ դա այն նույն օրերն էր, երբ որ Արցախը գտնվում էր շրջափակման մեջ եւ Թուրքիային Հայաստանը մարդասիրական օգնություններ ուղարկել այն նույն Spike ընկերության մեքենաներով, որը որ 44 օրյա պատերազմի մեր զինծառայողների դիակներն են բերում եւ օրերով թողնում դիահերձանների բակերում, իսկ այդ նույն ժամանակ այդ նույն Spike-ի բեռնատարները Հայաստանի արտգործնախարարության կազմակերպած հումանիտար օգնությամբ կանգնած էին Հակարի կամրջի մոտ եւ որևէ կերպ Ադրբեջանը եւ Թուրքիան թույլ չէին տալի, որ հումանիտար բեռներ բարենամթերք հասցնի Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին, բայց Արադ Միրզյանը գնացել էր Թուրքիա, դեպի այդ նույն տարիներ, որ Թուրքիա գնաց նաեւ Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի երթման արարողությանը։ Եվ 2024-ին էլ մասնակցել Արադ Միրզյանը, նորից Ռուբեն Ռուբինյանը, Արմեն Գրիգորյանը։ Հիմա 2025-ին, այսինքն նրանք կանոնավոր կերպով մասնակցում են այդ ֆորումին։ Իդեպ ասեմ, որ Անտալիա մեկնելուց առաջ արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշված էր, որ Արադ Միրզյանը կունենա նաև երկկողմ հանդիպումներ, չմասնավորեցնելով, թե ում հետ է հանդիպելու։ Ես իմ դիվանագիտական փորձից կարող եմ ասել, որ դա լինում այն դեպքում, երբ որ որևէ հստակ պայմանավորվածություն չկա երկկողմ հանդիպման, այսինքն ամեն ինչ կախված է տեղում ընթացած պայմանավորվածություններից, որովհետև եթե նախապես ալում հաղորդագրություններում էլ է նշում նախատեսման նախարարի հանդիպումների ենթադրեք ինչ երկրի նախարար, ինչ նախարար եւ ու ինչն է հետաքրքիր, որ նա հանդիպես երկկողմ բացի պանելային քննարկումից Ադրբեջանի այդ արտգործնախարար եւ Վրաստանի արտգործնախարարը երկկողմ հանդիպում էլ ունեցավ Արադ Միրզյանը Ջեյհուն Բայրամովի հետ եւ ուզում եմ հիշեցնել մեր հեռուստադիտողներին, որ նրանց նախորդ հանդիպումը նույնպես եղել է Թուրքիայում, այդ անգամ Ստամբուլում 3+3 ձևաչափի շրջանակներում Աստորեն ստացվում է, որ Արադ Միրզյանը Ադրբեջանի արտգործընկերոջ հետ հանդիպում միայն Թուրքիայում։ Ամենատեպս վերջի երկու հանդիպումները Թուրքիան մոդերատորությունն է վերջնական ստացվում։ Եվ Արադ Միրզյանը միաժամանակ հանդիպում է Թուրքիայի արտգործնախարարին, ինչպես այն ժամանակը հանդիպել Հական Ֆիդանին, այնպես էլ այս անգամ հանդիպել։ Նաև զուգահեռներ տանելով ասեմ, որ Ստամբուլում 3+3 ձևաչափին ներկա եղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը մասնակցել է նաև Անտալիայի դիվանագիտական ֆորումին, բայց Արադ Միրզյանը նրա չի հանդիպել ոչ Ստամբուլում, ոչ հիմա։ Այսինքն նա մի կողմից ընդգծված ցույց է տալի իր դրական վերաբերմունքը Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ, մյուս կողմից ցույց է տալի իր ակնհայտ դեմարշը Ռուսաստանի հանդեպ։ Իդեպ Արադ Միրզյանը երկկողմ հանդիպումների շրջանակներում մի շատ կարևոր հանդիպում ունեցել, ես դրա մասին ուզում եմ հատուկ նշել, որովհետև երկար սպասված հանդիպում էր, հայ հասարակությունը շուտ բանից էր սպասում այդ հանդիպմանը, Անգոլայի արտաքին գործերի նախարարի հետ, որովհետև շատ քիչ մարդ կա Հայաստանում, որ ինչ-որ ձևով կապված չի Անգոլայի հետ, եւ այդ հանդիպումը, որը մեր հետագա հարաբերությունների զարգացում, այսինքն դա պարապության հետևանքն է, ընդհանրապես շատ ցածր մակարդակի հանդիպում, ՆԱՏՕ-ի ինչ-որ մի ներկայացուցիչ չի, գլխավոր քարտուղարը չի, էլի, գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ ինչ-որ բանա գնացի այդ նախարարը հանդիպում։ Իդեպ ասեմ, որ մեր պատվիրակության կազմում եղել է նաև ժամանակակից համաշխարհային դիվանագիտության խոշոր գործիչներից մեկը Վահան Կոստանյանը, որը որ չի հիշատակվում նույնիսկ ֆորումի մասնակիցներից, այսինքն ֆորումի կայքում, երբ որ մասնակիցների անունների մեջ որոնում ես տալի, Վահան Կոստանյանը չի հիշատակվում։ Ես փորձեցի նայել կայքում կա արդյոք VIP participants առանձին բաժին, որը վերաբերի բարձր մակարդակի մասնակիցներին, բայց չէ, այնտեղ բոլորը նույն ցանկում են եւ Վահան Կոստանյանը չի հիշատակվում, նույնիսկ այդ մասնակիցների թվում։ Գնացել էր նաեւ Ռուբեն Ռուբինյանը, որի կարգավիճակը չափազանց անորոշ է եւ անօրեն հստակ չէր։ Չէ, հստակ անօրինություն է, օրինակ
Տեսեք, Ռուբինյանը ներկայացվում է որպես հայ-թուրքական գործընթացում հայկական կողմի բանագնաց։ Բայց ոչ մի իրավական ակտ չկա, որ ամրագրի, որ Ռուբինյանը իրավասու է բանակցել Հայաստանի անունից։ Ավելին, Ռուբինյանը հիմա այս պահին զբաղեցնում ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը, իսկ թե որոնք են ազգային ժողովի падգամավորների, փոխնախագահի լիազորությունները, դրանք ազգային ժողովի կանոնակարգով են սահմանված։ Պետության արտաքին քաղաքականություն վարելու իրավասությունը գործադիր իշխանության ֆունկցիան է։ Պարլամենտի ոչ մի ներկայացուցիչ չի կարող դրանով զբաղվել։ Այսինքն ստացվում է խորհրդարանական երկրում, որտեղ պարլամենտը պետք է վերահսկի կառավարության գործունեությունը։ Պարլամենտի ղեկավար մարմնի ներկայացուցիչը գործադիր իշխանության ֆունկցիա անում։ Ընդ որում անօրեն որոշում չկա դրա համար։ Օրինակ Սերդար Քլեչը Թուրքիայի նախագահի հրամանագրով նշանակվել է որպես հատուկ հանձնարարություններով դեսպան։ Մեր դիվանագիտական ծառայության մասին օրենքն էլ է նախատեսում հենց հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի ինստիտուտը նաև նման դեպքերի համար է, որ եթե պետությունների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, այսինքն մենք չունենք այնտեղ ռեզիդենտ դեսպան, բայց որևէ կոնկրետ խնդրի լուծման նպատակով նշանակվում է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Մենք այդպիսի կարգավիճակում մի հոգի ունենք, Արտուր Ջավադյան, Կենտրոնական բանկի նախկին նախագահն է, որը որևէ հանրային գործունեությամբ չի զբաղվում, այսինքն լրահոսում չկա նրա որևէ հատուկ առաքելության իրականացման դիվանագիտական ֆունկցիայի մասին, բայց Ռուբինյանը ստանձնել է նման ֆունկցիա, այսինքն սա ինչով է, ես կարծում եմ, որ Թուրքիայում շատ լավ են դա հասկանում, առավել ևս Սերդար Քլեչը, որի դիվանագիտական աշխատանքի փորձառությունը Ռուբինյանի կենսաբանական տարիքից շատ է։ Իսկ նա որ առաջին անգամ նշանակվել է դիվանագիտական պաշտոնի, Ռուբինյանի ծնողները դեռ չեն մտածել Ռուբինյան ունենալու երջանկության մասին, բայց Քլեչը արդեն պաշտոն է զբաղեցրել դիվանագիտական եւ այդ անօրինությունը նաեւ ազդում է նրա նկատմամբ վերաբերմունքի վրա։ Բովանդակային առումով դա շատ վտանգավոր հայտարարությունների շրջան էր, այսինքն Ադրբեջանը հայտարարեց, որ իրանք որևէ պայմանագիր Հայաստանի հետ այս պահին եւ տեսանելի ապագայում կնքելու մտադրություն անգամ չունեն, որ պնդեցին իրենց նախապայմանները եւ դրան զուգահեռ Արադ Միրզոյանը մի չափազանց վտանգավոր հայտարարություն արած, որը այսօր կրկնեց, չէ, ավելի վտանգավոր էր ԵԱԿ Մինսկի խմբի ձևաչափի վերանայման վերաբերել հայտարարությունը, որը նաեւ ասաց Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում այսօր։ Նիկոլ Փաշինյանը այսօր ազգային ժողովում շատ կարևոր բաներ ասել։ Դրանցից թվում նաև այդ ԵԱԿ-ը երևի կարող այդ մնացած դերասանությունները կամ այդ շիզոֆրենիայի դրսևորումները կարող է հենց այդ ամեն ինչից մեր ուշադրությունը շեղելու համար էր։ Ինչ են ասում սրանք, ասում են մենք պատրաստ ենք խաղաղության համաձայնագիրը ԵԱԿ-ն լուծարելու մասին փաստաթուղթը նամակը ստորագրել միաժամանակ։ Այսինքն նույն սեղան երկու փաստաթղթի մասին էր խոսում, դեպի միաժամանակ սեղանին, այսինքն ստորագրեն սկզբից խաղաղության համաձայնագիրը, ավարտեն ու միանգամից ստորագրեն համատեղ նամակը ուղղված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին Մինսկի խմբի ձևաչափը դադարեցնելու վերաբերյալ։ Նայեք ինչու՞մ է վտանգը սրա, որ համաձայնագիրը ինքը ստորագրելուց հետո դեռևս իրավական ուժ չունի։ Այն իրավական ուժ կստանա միայն վավերացման գործընթացը ավարտելուց հետո ընդ որում երկու երկրներում եւ հնարավոր է որ դա վավերացում չանցնի, այսինքն երկու երկրներից մեկի սահմանադրական դատանը տա բացասական եզրակացություն եւ խափանվի կամ պարլամենտը չվավերացնի, հնարավոր է, չէ՞։ Բայց նամակը որ գնում է ԵԱԿ-ը լուծարելու մասին, դա վավերացման ենթակա չի, այսինքն դա ուժի մեջ կմտնի միանգամից։ Ներքին ինստանցիաներ չի անցնի։ Անգամ դա նամակ է ուղղված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ խնդրում ենք լուծարել ձեր կողմից ստեղծված Մինսկի խմբի ձևաչափը, որովհետև մենք այլևս հակամարտություն իրար հետ չունենք։ Դրա մասին է այդ նամակը, այսինքն կստացվի, որ Մինսկի խումբը կլուծարվի ու կարող է ընդհանրենք դրանից հետո Ադրբեջանի սահմանադրական դատարանն ասի, որ այդ համաձայնագիրը հակասում է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությանը ու դա այդտենց էլ իրավական ուժ չստանա, բայց Մինսկի խումբը լուծարվի։ Հասկանում եք վտանգը ինչու՞մ է, որովհետև մինչև այդ ասում են, երբ որ համաձայնագիրը մտնի ուժի մեջ, մենք այդ ժամանակ կդիմենք Մինսկի խումբը լուծարելու մասին։ Հիմա հայկական կողմը նորից էլի իր սովորության համաձայն միակողմանիորեն եւս մի զիջման ու չափազանց կարևոր զիջման գնաց նաև այդ վտանգավոր հայտարարությունը
անելով։ Դրա հետ միասին Արադ Միրզյանը կրկնեց Նիկոլ Փաշինյանի մինչ այդ ունեցած վտանգավոր թեզերը, որ Ադրբեջանը պատկանեն Հայաստանի տարածքի մոտարապես 60-70%-ը, ընդ որում այդ հիմարությունը արդեն որերորդ անգամ որ կրկնում է, իրավական ոչ մի հիմք չունի։ Այսինքն գիտեք դա ինչով են իրենք հիմնավորում։ Ընդ որում ոչ մի ադրբեջանցի դրա մասին չի խոսել։ Այսինքն այդ որ Հայաստանի տարածքի 60-70% Ադրբեջանի գործող սահմանադրության պատկանում Ադրբեջանին, ոչ Ալիևն ասել, ոչ Ջերում Բայրամովն ասել, որևէ մեկ չի ասել, ոչ մի ադրբեջանցի, ոչ Հիկմետ Հաջիևն ասել։ Մենակ ասում են Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը։ Ինչի չեն ասում դրանք, որովհետև դրանք էլի միջազգայնագետ են կամ ինչ-որ ինտելեկտուալ բջիջներ ամենայն դեպս դրանց գլխի մեջ կա, իրենք հղումը գիտեք Նիկոլ Փաշինյանն ինչն ասում է Ադրբեջանի հիմիկվա սահմանադրությունը հղում անում իրանց անկախության ակտին, հռչակագրի պես փաստաթուղթը դա, որով Ադրբեջանը համարվում է 18-ից 20 թվականի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը։ Իսկ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը այն ժամանակ մի հատ դիմում է ներկայացրել ազգերի լիգային, մի հատ քարտեզ, որտեղ Հայաստանի տարածքի այդ հատվածները նկարագրված են Ադրբեջանի քարտեզն ով է գծել, ով է դրան իրավական իմաստը։ Հիմա Ալեն Սիմոնյանն չէ, մի հատ նկար խփել է իր գլխավերևը, ասում է, «Սի քարտեզ է»։ Չգիտի ոնց դառավ քարտեզ։ Քարտեզն է ինչ որ տալիս է կադաստրի կոմիտեին, ունեն մա պաշտոնյա պատկեր է։ Ում կնգա նկարնա տարեկը խփի, իրականիկները լավ չգիտես որ մեկն է, որը չի, մերն է, մերը չի, խփեն նստե, ասում է քարտեզ է։ Հիմա ասում է Ադրբեջանը քարտեզ է ուղարկե ազգերի լիգային, որում Ադրբեջանը ազգերի լիգայի անդամ նույնիսկ չի եղել։ Ազգերի լիգան Ադրբեջանի անդամությունը չի ընդունել հենց սահմանային խնդիրների պատճառով։ Իսկ նման հիմար անմիտ դատարկաբանությամբ կանգնում Հայաստանի վարչապետը, ասում է Հայաստանի տարածքի 60-70% ունի ադրբեջանական պատկանելություն, եւ մենք նույնիսկ հարց չենք բարձրացնում, որ նրանք իրենց սահմանադրությունը վերանային։ Բայց իրանք պահանջ են դրել Հայաստանի սահմանադրությունը փոխելու մասին, մենք պատրաստ ենք դա անելու։ Պարոն Ղազարյան, Միրզան նաև խոսեց ապաշրջափակման, նաև կոմունիկացիաների բացման մասին, եւ դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը գնում է Սյունիք, բնակիչների հետ հանդիպումներ է անցկացնում, նշելով, որ եթե երկաթգիծը բացվի, միլիարդների հոսք կգա։ Հիմա արդյոք ձեզ գործող իշխանությունը փորձ է անում հանրության շրջանում քարոզչություն իրականացնել այդ այսպես կոչված չարաբաստիկ միջանցքի բացման օգտին, որովհետև շատերի գնահատմամբ հայկական կողմը վերջնականապես տվել է իր համաձայնությունը Ադրբեջանին, նաև այդ զիջումն ենք մենք կատարել։ Այո, Սյունիք այցելությունը պատահական չի, եթե հիշում եք, անցած տարի գրեթե նույն ժամանակաշրջանում նա պարբերաբար այցելում էր Տաուշի մարզ, Գիրանց, Ոսկեպար, Բաղանիս, հանդիպում բնակիչների հետ եւ համոզում, որ պետքա Տաուշից այդ տարածքները հանձնվեն Ադրբեջանին եւ ցավոք սրտի նրան հաջողվեց վախեցնում պատերազմով։ Այո, եւ ցավոք սրտի նրան հաջողվեց իրականացնել նաեւ այդ դավաճանությունը։ Հիմա նա գնացել է Սյունիք, որովհետեւ ադրբեջանական պահանջը վերաբերվում է առաջին հերթին հենց Մեղրու տարածաշրջանով երկաթգծով հաղորդակցության ապահովմանը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև։ Այս իրադարձություններին ուղիղ առնչություն ունի ձեզ Խնածախ գյուղի թիրախավորումը։ Անպայման։ Ոչ միայն Խնածախ գյուղությամբ կոնկրետ հրաձգային տարբեր զենքերից կրակոցները, այլ նաև սահմանախախտման հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ պաշտպանության նախարարությունների գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդագրություններն ու հետքումները, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, վերջինը նաև այսօր ազգային ժողովում, որ ինքը հրահանգ է տվել չխախտել հրադադարի ռեժիմը եւ կհետաքննվեն բոլոր դեպքերը, եթե հայկական կողմից կրակոց արձակվի, զուգահեռ ադրբեջանական կողմում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մասնակցությամբ օպերատիվ մարտավարական խորհրդակցությունը սահմանի այդ հատվածում տիրող իրավիճակի եւ հնարավոր զարգացումների
վերաբերյալ եւ ադրբեջանական զինված ուժերի զորավարժությունները կրկին այդ հատվածում ուրեմն մոտահրաձգային զորամիավորումների մասնակցությամբ, օդուժի աջակցությամբ եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ, որտեղ խաղարկվում է նաեւ այդ զորավարժությունների սցենարում բնակավայրերը ներխուժելու եւ բնակավայրերում մարտեր վարելու գործողությունները։ Այս ամեն ինչը կատակի եւ շատ լուրջ է եւ փոխադարձ կապված է։ Եվ այդ միլիարդներ հոսել բան այդ ցնդաբանությունները ոչ ոք դրան չի կարող լուրջ վերաբերի, որովհետև զուգահեռ Արարատ Միրզոյանը նույն Անտալիայում հայտարարում է, որ երկաթգծով ադրբեջանական հաղորդակցությունը ունենալու է պարզեցված սահմանային եւ մաքսային հսկողություն, եւ որ նկարագրում է պարզվում որ ոչ մի հսկողություն չի լինելու, այսինքն լույն ինչ որ ադրբեջանցիներ են ուզում, այսինքն փաստաթղթերի ձևակերպումը եւ կապարակնքումը լինելու է Ադրբեջանում բեռների երկաթգիծը Հայաստանի տարածքում գործելուց չի կանգնում, բեռների ստուգում չի իրականացվում, ուղղակի հայկական կողմին ուղարկում են այն փաստաթղթերը, թե իբր դրա մեջ ինչ բեռ կա եւ ասենք ոչ ոք չի ստուգում, ենթադրենք փաստաթղթերով ձևակերպվում է, ենթադրենք կաղամբ, բայց փոխադրվում է արկեր։ Ոչ ոք չի կարող դա ստուգի էլի թե ինչ բեռա իրականում Պարունակությունը, այո։ Եվ եթե մաքսային մարմինները չեն ստուգում, ուրեմն նաև բնականաբար մաքսատուրքեր չեն կարող դրա համար վճարվեն որևէ տեսակի եւ այդ առանց կանգնելու ընթացքում թե Նռնաձորի բնակիչները ոնց պետք է իրանց նուռը դες ճանապարհից նետեն այդ գնացքի մեջ մեծ քանակությամբ եւ ով պետք է դրա փողը տա որ դա վաճառվի, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ նման ձևով կարող է նաև նոռը վաճառվի անհասկանալի մեծ քանակություններով, դա մնում է միայն ցնդաբանությունների տիրույթում։ Իրականության մեջ մնում է միայն վտանգը, որը կախված է այս պահին հատկապես Սյունիքի գլխին։ Պարոն Ղազարյան, դուք վերջերս բավականին հետաքրքիր մի գրառում կատարեցիք, խոսելով մի դեպքի մասին, որը մամուլում կարծես թե այդքան էլ շատ չլուսաբանվեց, խոսքը նրա մասին է, որ Աննա Հակոբյանի կորտեժը, վրա երթեր քաղաքացու ենթարկել եւ չէր կանգնել անգամ օգնություն ցուցաբերելու։ Կարծես թե ավանդույթ է դառնում, չար, այսպես ասած, ավանդույթ է դառնում, որ իշխանական կորտեժները մարդ են գցում մեքենայի տակ։ Հիշում ենք Սոնա Մնացականյանի ողբերգական դեպքը, նաև այլ դեպքեր են եղել եւ այս մասով ինչ Փաշինյանի անցնելու ժամանակ որ քաղաքացին ազդանշաններ տվե պարեկների հարցակում այդ քաղաքացու վրա նրան բերման ենթարկելը մեքենայից, այսինքն նրանց այս ուղեկցման, նրանց երթևեկի կազմակերպման համար սկսել են բարբերաբար քաղաքացիներ տուժել։ Նախ Աննա Հակոբյանը երթևեկում է պարզվում է մեծ շարասյունով, ոչ միայն իր մեքենան, այլ նաև ուղեկցող մեքենան եւ դրա հետ միասին նաև նրան տարբեր հատվածներում ուղեկցում են այդ տարածքում ծառայություն իրականացնող բարեկային ծառայողները եւ այդ դեպքը որ տեղի ունեցել դա եղել էր Կապան քաղաքում եւ դրան ուղեկցող բարեկի մեքենան վթարի էր ենթարկվել հարվածելով մեկ այլ մեքենայի եւ Աննա Հակոբյանի մեքենան եւ նրա շարասյունը չեն կանգնել նույնիսկ հասկանալու համար թե ինչ է տեղի ունեցել, արդյոք կան տուժածներ թե չէ, արդյոք նրանց անհրաժեշտ է ցուցաբերել որևէ օգնություն թե չէ։ Եվ ոստիկանությունն էլ որևէ հաղորդագրություն չէր տարածել։ Ես այդ մասին իմացել էի ականատեսների վկայություններից, ովքեր որ Կապանից տեղյակ էին, տեսել էին որպես զանգել էին եւ դրանից հետո միայն ոստիկանության մամուլի քարտուղարը կարծեմ հաղորդագրություններ տարածել, որ ոստիկանությունը չի տարածում հաղորդագրություններ, որոնք վերաբերում են միայն գույքային վնասին, այսինքն եթե վթար ա եղել եւ մարդ չի տուժի, այսինքն զոհեր կամ վիրավորներ չկան, հաղորդագրություններ չի տարածում։ Բայց սա սովորական դեպք չի եւ անկեղծ ասած ես չգիտեմ էլ մանրամասներ արդյոք եղել են վիրավորներ թե չէ, հնարավոր է որ նաեւ
ծածկաթմփոցով չբարձրաձայնեն, եթե նույնիսկ տուժածներ են եղել, բայց քանի որ դեպքը վերաբերում է Աննա Հակոբյանի Շարասյան ուղեկցմանը, այդ դեպքում նրանք պարտավոր են հանրությանը այդ մասին տեղյակ պահել, որովհետև նախ պետք է հասկանալ Աննա Հակոբյանը ուր է գնում, ինչի է գնում, ինչ ինքը ունի Շարասյանով, ինչի է Շարասյանով, ընդհանրապես ինքը ով է, գնում է ուր, որում այդ ամբողջ այցելությունը կազմակերպված է տգետների դպրոցի հերթական սեանսին, որը այդ անգամ տրվել էր Մեղրիում, միջալով Նիկոլ Փաշյանն էլ էր դրան գնաց, այդ ճանապարհին Կապանում կանգնել է, չգիտեմ, այդ էկո բարեկային ծառայություն եւ այլն, այդ մնացած են համայնքի բնակիչների հետ հանդիպում, այդ երևանցիների ատամ լվալը բան, այդ պատմությունները դրանք տենց օժանդակ բան է, որ ինքը անհանգստացած է փաստորեն, որ Երևանի բնակիչները ատամները լվանում են, դա լուրջ անհանգստություն է վարչապետի համար եւ ինքը գնացել էր Սյունիքի մարզի յուղերի բնակիչներին, ասում էր, որ դուք ձեր համայնքում ջուր չունեք, խմելու, իրանք խմելու ջրի խնդիր են բարձրացնում։ Մենակ այն պատճառը, որ երևանցիները ատամները լվանում են։ Ու դա օժանդակ միջոցառումներն էր, հիմնական միջոցառումը, որ ինքը գնա ելույթ ունենա տգետների դպրոցի Մեղրի սեանսի ժամանակ, այդել հատուկ թատերականացված, եթե նկատել եք, այնտեղ հատուկ բեմ է հավաքվում, այդտենց էկրաններ են դրվում, Աննա Հակոբյանը ելույթ ունենում, հետո բարձրանում այդ Նիկոլ Փաշինյան, այդ Սթիվ Ջոբսի կերպարով, այդպես միկրոֆոնը ամրացված, խոսելուց ներկայացնում է, բան թե ինչ է խոսում, ոչ մի տեսանյութ չկա, ասենք դրա ինչ է խոսում, ամենը մի րոպեանոց, մի հատ ռիլ Instagram-ում կամ TikTok-ում տեղադրելու համար։ Ու այսօր ես հրապարակել էի, թե ոնց էր Թալինի քաղաքապետը հրահանգավոր է համայնքային յետակայության աշխատակիցներին էլեկտրոնային փոստով, որ անպայման գրանցվել եւ գրանցածների ցուցակը ներկայացնել իրեն, որ առաջիկայում փաստորեն տգետների դպրոցի սեանս ալնելու նաև Թալին քաղաքում։ Դուք ներքաղաքական իրադարձությունների եւ հատկապես իշխանապահության վերաբերյալ գործընթացների համատեքստում անչափ կարևորում եք իմպիչմենթի գործիքակազմի կիրառումը։ Կխնդրեի մանրամասնել դա ինչ է իրենց ենթադրում եւ արդյոք այս պարագայում երբ որ փողոցը հանդարտ է, այդ գործիքակազմը արդյունավետության տեսանկյունից կիրառելի է։ Այդ գործիքը դա իրավական գործիք է, որը նախատեսում է Հայաստանի Սահմանադրությունը, որի իրագործման համար փողոցային պայքարի պարտադիր պահանջ Սահմանադրության մեջ գրված չի։ Այսինքն Սահմանադրության մեջ ճնշումը պետք է լինի, չէ՞։ Կարա լինի։ Ճնշման արկայությունը կարծում եմ, որ միայն կնպաստի, կարագացնի եւ արդյունավետություն կհաղորդի այդ գործընթացին եւ իմ պատկերացումների մեջ դա անպայման պետք է լինի։ Բայց այդ փողոցային պայքարը իմ կարծիքով կարող է լինել միայն այն դեպքում, եթե պարլամենտում այդ գործընթացը տեղի ունենա, այսինքն առանց դրա մարդիկ հավաքվեն փողոց, որ ինչ անեն, ասենք, ինչ պահանջ ներկայացնեն։ Եթե մինչև հիմիկվա պահանջը հրապարակային բողոքի ակցիաներ եղել է հրաժարականի պահանջը, մենք տեսել ենք, որ դա եղել է անարդյունավետ, այսինքն Նիկոլ Փաշինյանը ի վերջո հրաժարական չի տվել, չնայած որ դրա հրաժարականը պահանջել են ոչ միայն փողոցում կանգնած մարդիկ, այլ նաև ինստիտուցիոնալ կառույցներ, զինված ուժերը, Հայաստանյան Հանրապետական եկեղեցին, Գիտությունների ազգային ակադեմիան, Պետական համալսարանի գիտական խորհուրդը, բազմաթիվ կուսակցություններ, կազմակերպություններ։ Բայց նա հրաժարական չի տվել։ Հիմա նշանակում է, որ եթե հանրությունը դուրս գա փողոց, պետք է դուրս գա այլ օրակարգին աջակցելու համար։ Իսկ այդ օրակարգը դա վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգն է, որը պիտի իրագործվի պարլամենտում, բայց ցավոք սրտի մեր պատգամավորները տարբեր պատճառաբանություններով ստեցան չեն կատարում իրենց սահմանադրական պարտականությունը եւ չեն նախաձեռնում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Տեսեք օրինակ, ասենք հիմա այս պահին այսօր բայց խայտարակություն ազգային ժողովում այդ շնամու երազանքը, որ մենք տեսանք այդ Նիկոլ Փաշինյանի այդ ակնհայտ անհավասարակշիռ այդ ծամածառությունները, բաները, որ դեմքի միմիկաները, բանը ակնհայտ նա այս անգամ չէր խմել գլխացավի դեղը, որ բժիշկը նրան խորհուրդ էր տվել նախ։ Ուրիշ դեղ էր խմել երևի։ Դա կոչվում է բժշկական սուտ,
ընդունված է դա բժշկական պրակտիկայում, որ բժիշկը պացիենտին իր վիճակի մասին ամբողջական տեղեկություն չի տալի, այսինքն նրան դեղ է տալի, ասում է, սա ենթադրենք գլխացավի դեղ է, որ պացիենտը խմի, այտենց երեխեքին են, չէ՞, որ ասում է, սա սիրոպ է, սա մուրաբա է, բան, կանֆետ է, կեր, բան, չէ՞, որ երեխան, որ իմանում որ դեղ է, չի հիմա ասենք, որ իրան որ ասեն թե ինչ դեղ է, կարող է չխմի, հոգեբանորեն բժիշկերն ասել է, սա գլխացավի դեղ է։ Աննախորդ անգամ օրինակ ինքը ասած առավոտը խմել է, մի հատ է պիտի երեկոյան խմի։ Ոչ մի գլխացավի դեղ բժիշկ չի ասում, հատ առավոտ խմես, մի հատ երեկոյան, ասում է գլուխ ցավալուց խմես, չէ՞, դե գլուխ ցավը չի դե։ Բայց իրան ասել է երեկոյան է խմես, ասած ես այսօր հիմա մի քիչ հետո էլ պիտի խմեմ։ Հիմա էսի ակնհայտ է դեղը երևում էր, որ չէր խմե, բայց հիմա ինքը ինչի է հայտնվել ազգային ժողովում այդ վիճակում, թեման 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունն է, որը կառավարությունը ներկայացրել է պարլամենտին։ Եվ եթե պարլամենտը դժգոհ է բյուջեի կատարումից, իսկ պարլամենտը չի կարող գոհ լինի հիմա Հայաստանի բյուջեի կատարումից, որի վրա կուտակված են հսկայական արտաքին պարտքեր, որը ունի ցածր կատարողականություն կապիտալ ծախսերի գծով, որը չի ապահովել հիմնական թիրախները, որը չի ապահովել կառավարության ծրագրի իրագործումը, ինչը որ դրա հիմնական խնդիրն է։ Այո, կառավարության անվստահություն հայտնելու վարչապետին անվստահություն հայտնելու ինստիտուտը սահմանադրությունը այս նման դեպքերի համար է նախատեսած, որ եթե պարլամենտը արձանագրում է կառավարության ձախողումը, խափանում է նրա հետագա պաշտոնավարումը, թույլ չի տալի, որ նա նոր ձախողումներ բերի։ Պարզ է, որ եթե բերեն այդպիսի նախագիծ, ԿՊ-ն նույնիսկ կարող է չմասնակցել։ Հետևաբար հարց է առաջանում, որն է այդ պահին տվյալ գործիքակազմի կիրառման արդյունավետության բաղադրիչը։ Ես համաձայն չեմ ձեզ հետ, որ դուք միանգամից ասում եք ԿՊ-ն, որովհետև ԿՊ-ն դա նկատի ունի քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը։ Իսկ անվստահություն հայտնելու որոշումները կայացնում են ոչ թե խմբակցությունները, այլ падգամավորները։ Այսինքն ամեն մի падգամավոր իր առանձին դիրքորոշումն է արտահայտում։ Եվ կարող է լինեն եւ պետք է լինեն падգամավորը նաեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, ովքեր որ պետք է նման նախաձեռնության դեպքում անհատապես պատասխան տան, թե իրենք նման ակնհայտ տարբերությունների կառավարության գործունեության ծրագրի եւ վարչապետի հայտարարությունների պարագայում ինչի են սատարում վարչապետին։ Օրինակ, տեսեք, այսօր էլ չէ, վարչապետն ասում է, մենք պատրաստ ենք ստորագրել ԵԱԿ Միսկի խումբը լուծարելու մասին նամակը։ Բայց կառավարության գործունեության ծրագրում ճիշտ հակառակն է գրել։ 3 տեղ հիշատակում կա ԵԱԿ Միսկի խմբի մասին, ընդ որում այդ հիշատակումները արված է եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման, եւ տարածաշրջանային անվտանգության, եւ ԵԱՀԿ այդ Միսկի խմբի համանախագահող երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Այսինքն կառավարության ծրագրում նշված է, որ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի այդ ձևաչափի հետ ել ավելի արդյունավետ համագործակցելու տարածաշրջանային անվտանգության համար։ Վարչապետը դրան հակադիր հայտարարություն է։ Միայն դա բավարար է այդ վարչապետին անվստահություն հայտնելու համար եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները անհատապես պիտի դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնեն։ Իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մենք շատ ենք տեսել դեպքեր, որ նրանք տարբեր հարցերի վերաբերյալ ունենում են նաեւ տարբերվող կարծիքներ։ Օրինակ ասենք շիշ բռնողը ներկայացնում է օրենքի նախագիծ եւ շատ շիշ չբռնողներ դեմ են։ Գլխավոր հարցի շուրջ Փաշինյանին անվստահություն հայտնելու անկախ միմյանց միջև առկա տարաձայնություններից բնականաբար նրանք չեն հայտնի, եթե չլինի արտաքին ճնշում դրսից։ Ես համաձայն եմ, որովհետև իրենք հստակ հասկանում են, որ եթե չլինի Փաշինյանը, չեն լինի նաև իրենք։ Կամ հակառակը։ Իրենք ես համաձայն եմ դրա տրամաբանության եւ պնդման հետ, որ եթե այդ գործընթացը լինի եւ լինի հասարակական աջակցություն այդ գործընթացին, արդեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության շատ падգամավորներ կարող են իրենց համար նոր հանգամանքներով պայմանավորված, պատուհանից դուրս նայելով պայմանավորված, իրենց բջջային հեռախոսի վրա տեսանյութեր, ուղիղ եթերներ նայելով պայմանավորված, հասկանան, որ կարող է լինի հակառակը, որ կարող է լինի Նիկոլ Փաշինյանը իրենք չլինեն, եթե հանկարծ այդպես շարունակվի։ Եվ դա կարող է պատճառ հանդիսանա, որպեսզի իրենց ձերբազատեն Փաշինյանի ճնշումներից, հանդես գան սահմանադրական կարգավիճակում, որպես ժողովրդին ներկայացնող, ոչինչով չկաշկանդված,
եւ իրենց խղճով ու համոզմունքներով որոշում կայացնող հանրային ծառայող։ Հետևաբար արդյոք ճիշտ չի սկզբից ապահովել դրսում իրավիճակը։ Ոչ։ Նոր հետո կիրառել Ես կարծում երկրորդ եմ, գործիքակազմը։ ձեր ասած եղել է, փորձել է, դա եղել է անարդյունավետ, այսինքն մարդիկ հավաքվել են փողոցում, բայց տենց էլ падգամավորները անվստահության գործընթաց չեն սկսել։ Իսկ կարող եմ ամսաթվերով դա ասել։ Օրինակ, դա եղել է ուրեմն 2022 թվականի սեպտեմբերի 15-ին մարդիկ հավաքվել էին ազգային ժողովի դիմաց։ Տարերային հավաք էր։ Բայց հավաքվել էին, բայց падգամավորները չնախաձեռնեցին անվստահության գործընթաց։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Արցախի վրա հարձակման, այդ տերորիստական հարձակման ժամանակ ինքնաբուխ հավաք հանրապետության հրապարակում ստեղծվեց ազգային կոմիտե, որի կազմում էին նաև ազգային ժողովի падգամավորներ, բայց անվստահության գործընթաց չսկսվեց։ Դրանից հետո սրբազան պայքար Տավուշը հանուն հայրենիքի մայիսի 9-ի մեծ հանրահավաք հանրապետության հրապարակում։ Դրանից հետո անվստահության գործընթաց չսկսվեց։ Այսինքն մենք ունեցել ենք առնվազն 3 մեծ խոշոր դեպքեր, երբ որ մարդիկ դուրս են եկել փողոց, բայց падգամավորները չեն սկսել անվստահության գործընթաց։ Ու դրանից հետո այս ամեն ինչից հետո ակնկալել, որ մարդիկ ուղղակի պետքա դուրս գան փողոց, հետո իրանք սկսեն, արդեն մենք ունենք 3 դեպք, որ մարդիկ դուրս են գալի, իրանք չեն սկսում։ Դրա համար պետքա գնալ հակառակ ճանապարհով, նեղություն տալ, նեղություն ասածը նկատի ունենք, պահանջենք, որ падգամավորները իրենք իրենց պարտականությունը կատարեն, սկսեն անվստահության գործընթաց, որի համար ակնկալեն հանրային աջակցություն։ Ես կարծում եմ, որ այդ հանրային աջակցությունը իրանք կստանան 1 ժամվա ընթացքում։ Երևանը մեծ քաղաք է, 1 միլիոնից ավել բնակիչ ունեցող եւ քաղաքի ամենահեռու ծայրամասից քաղաքի կենտրոն հասնելու համար կպահանջվի ընդամենը 20-ից 30 րոպե ժամանակ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Իմ հյուրն էր հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube ալիքին, կհանդիպենք։